Նիկոլի գիծը գիտես որներ ժամանակ որ պարտավորեն քվեարկել են ինքը ես ինքս ոչ մեկին պարտավոր չէ ուրիշ բան կարող լինի բա ինչ պետք է անեիք Գագից Արգանը մտածում ինքը լավություն արի միացում են նա քո կողքին կանգնես դու վարչապետ դարար բայց ասում են ապե խի դու կարեք ժողովրդի կամքը չկատարեք դուք պարտավոր եք գա քվեարկեք եկել եք քվեարկետին չեք թատրոն խաղալ հետո է մինիստրներ եմ տվեց ես փոխվարչապետ եմ տվել որից հետո եղել է սաբոտաժը հոկտեմբերի քանիսներ հիշում ես խորհրդարանը որ ուզում էին նոր անցկացնեն եւ Նիկոլը գիտությունների ազգային ակադեմիայի դեմը ծնկի վրա որոշումները ստորագրեց սաղ նախարարներին դուս արավ Իշխանին Սաղաթելյան որպես մինիստր բան մարզպետներ Գեղարքունիքի Արծվիկին էկոնոմիկայի նախարար ԲԿ պոստերով նախարարները այդ անկում արագացրած հասցրեց Մհերը Գրիգորյան Նիկոլին ասի որ ես դուս եմ գալի այդ բլոկից կապ չունեմ ես քու հետ եմ ու ինքը մնաց միջև սոր մնացել ես ասում եմ հոդված ունեմ գրած հա հիմա կարող այդքանել մեկ խորանաս այս մեր նորանկախ հանրապետության կներես որ ընդհատեցի էլի պատմությունն է սա Բայց ես վստահ չեմ որ մարդիկ սա հիշում են կարբիս չեն հիշում Ինձ թվում է մեկ պետք է երրորդ հանրապետության պատմության անդառնալ այդ իմ ասած հոդվածն դրա մասին է եւ փորձել եմ մեր գործարանների կարգավիճակի մասին խոսալ եւ մեր գործարաններին համեմատել է Իլոն Մասկի հետ այն ժամանակ Իլոն Մասկը շատ պոպուլար էր այդ բան Տեսլա-Մեսլան էլ նոր էր հին հոդված որովհետեւ Հայաստանը միշտ թյուր կարծիք ա եղել թե իշխանությունը պատկանում է օլիգարխիային Ես ընդհակառակը ասում եմ, որ Հայաստանում երբեք իշխանությունը չի պատկանել օլիգարխիային, այդ օլիգարխները գործարարները, որ իրականում գործարարներ են, իրավիճակի պատաններ են, հա, ավելի շատ եղել, իհարկե իրանք են որոշակի սնվել եւ միգուցե հենց այդ կարգավիճակին հասել են անարդար, սոցիալական անարդարության եւ բևեռվածության պատճառով, բայց Հայաստանում իշխանությունը մինչեւ 18 թվականում է պատկանել, հատկապես 98 թվականից հետո ռազմաքաղաքական բյուրոկրատիային։ Այո